Եվ շարունակելով հայ առաքելական եկեղեցու թեման այժմ խոսենք առաջին կաթողիկոսի կամ առաջին եպիսկոպոսապետի Գրիգոր Լուսավորչի մասին։ Հայտնի է, որ մեծ քրիստոնեություն պարգևած Լուսավորչին պաշտում են աշխարհի բոլոր ծայրերում, ԱՊՀ-ում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում։ Սուրբ Գրիգորն ընդունելի է քրիստոնյա բոլոր եկեղեցիներում։ Լուսավորչի պաշտամունքը ընդգծված է հատկապես Իտալիայում, այդտեղ երկու քաղաքներում՝ Նեապոլում եւ Նարդոյում Լուսավորչի պատվին արձաններ են կանգնեցրել, նրա անունով եկեղեցիներ են կառուցել։ Իտալացիների եկեղեցական տոնացություն ոչ թե մեկ, այլ երկու տոն կա, որն այդպես էլ անվանում են Լուսավորչի տոն։ Նեապոլում դա սեպտեմբերի 30-ն է, հարավային Նարդոյում փետրվարի 20-ը։ Դեպի իտալական հենց այդ երկու քաղաքները տանում պատմությունը։ Դարեր առաջ կաթոլիկ եկեղեցի են բերվել Լուսավորչի մասունքները, որոնց մի մասը պահվում է Նեապոլի Սան Գրեգորիո Արմենո եկեղեցում, որոշ մասունքներն էլ Նարդոյում են։ Բոլորն են հիշում 2000 թվականը, երբ Հռոմի Պապը ամենայն հայոց կաթողիկոսին հանձնեց մասունքների մի մասը։ Գրիգոր Լուսավորչի թեման շարունակում է Շաքե Ղազարյանը։ Այս կադրերը, որ ֆիքսեցին տեսախցիկները 2000-ին Նեապոլում, դարձան պատմական։ Հռոմի Պապն ամենայն հայոց կաթողիկոսին է փոխանցում այն, ինչ կաթոլիկ եկեղեցին սրբորեն պահպանել է 13 դար։ Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը։ Սուրբ մասունքը տեղափոխվեց Երևան, նվիրաբերվում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1701-ին։ Տասնհինգ տարի առաջ օծված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը պարզապես եկեղեցի չէ, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1701-ի խորհրդանիշ մշակոթող է։ Մուտքի մոտ գավթում վեհափառ հայրապետը տեղադրում է քահանայապետի մասունքները։ Սրբությունները պահվում են ամփովանու ներքո։ Այդ պահից եկեղեցու դուռը բացողը մինչև մասունքներով խաչը չհամբուրի, աղոթք չասի, առաջ չի անցնի։ Լուսավորչի մասունքների մյուս մասը նորից Իտալիա է տանում։ Նեապոլի Սան Գրեգորիո Արմենո եկեղեցում պահվում են գանգը, շղթայի հատվածներ։ Դարեր առաջ հայ կույսերն են մասունքների մեծ մասը Պոլսից հասցրել Իտալիա։ Մասունքները, որոնք պահվում են Հայաստան աշխարհում, տարբեր պատմական հանգամանքների հետևանքում հայտնվեցին Բյուզանդիոնում, իմասնավորի Կոստանդնուպոլիս մայրաքաղաքում։ Պատմական իրադարձությունների կենտրոնը Նեապոլն էր, այնտեղ որտեղ ամենաշատը 3 բառ են արտաբերում՝ Սան Գրեգորիո Արմենո։ Լուսավորչի անունով է փողոցը, նրա պատվին է կառուցված եկեղեցին։ Իտալիայում շատանում են Գրիգոր անունով նորածինները։ Գրիգոր Լուսավորիչը նեապոլցիների երկրորդ հովանավոր սուրբն է, Սուրբ Գենարիոսից հետո։ Սեպտեմբերի 30-ը Նեապոլում Լուսավորչի տոն է։ Այդ օրը նույնիսկ 18-րդ դարի քարե օրացույցում է նշված։ Փետրվարի 20-ի գիշերը Նարդոն արթուն է, Իտալիայի հարավը Լուսավորիչն է լուսավորում։ Ինչքան բնակիչ կա դուրսն է, քաղաքով մեկ պատգարակով տանում են Գրիգոր Լուսավորչի արձանն ու մասունքները։ Փետրվարի 20-ը պատահական ամսաթիվ չէ, 18-րդ դարի ավերիչ երկրաշարժի օրն է։ Ասում են ավերված քաղաքում միայն Լուսավորչի արձանն էր կանգուն մնացել։ Այդ պահից առաջին հայոց կաթողիկոսը Նարդոյի սուրբ պաշտպանն է, գլխավոր հովանավորը։ Մինչև հիմա բնակիչները համոզված են, որ բնական աղետներից հենց Լուսավորչի արձանը կփրկի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Նարդո քաղաքի պահապան սուրբն է դարերի վեր։ Դա այն սուրբն է, որին ամենաշատն ենք պաշտում, ով մեզ փրկել է երկրաշարժից։ Հռոմի կենտրոնում Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային բակում էլ Սուրբ Գրիգորի արձանն է տեղադրված։ Մոտ 6 մետր բարձրությամբ ու 26 տոննա կշռող քանդակի հեղինակը ֆրանսահայ Խաչիկ Ղազանչյանն է։ Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի նվերն է առաջին քրիստոնյա ազգին։
Որ երկրում, որ քաղաքում ու որ տաճարում ինչպես են հայտնվել լուսավորչի մասունքները։ Սուրբ Գրիգորի կյանքն ուսումնասիրել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազին։ Նա հայոց պատմությունը երիտասարդ տարիներից է թերթում։ Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահը անցած տարեվերջին Հայաստան եկավ աշխատանքի արդյունքը ձեռքին։ Երբ ասում են հայեր, Հայաստան, բարձր զգացում եմ ապրում։ Դուք եք առաջին քրիստոնյա ազգը, նշանակում է չգիտեք պարտվել։ Գրիգոր Լուսավորչին նվիրված այս գրքով ես հանդես կգամ տարբեր ամբիոններից։ Կարդինալ Ռավազին տպավորված էր Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսով, որը Հայաստանի դեսպանատունն ու Սուրբ Աթոռն էին կազմակերպել 13 սեպտեմբերին։ Այդ մասին կարդինալը գրքի նախաբանում էլ է գրել, ելույթում էլ շեշտեց։ Հռոմում քրիստոնյա աշխարհի հենց սրտում իրականացված Հայաստանի դեսպանության այս նորարարական նախաձեռնությունը բեկումնային կլինի քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած երկրի մշակույթի բացահայտման համար։ Գրիգոր Լուսավորչին ամբողջ աշխարհում են պաշտում, 4 բոլորը նրա անունը կրող եկեղեցիներ են, ԱՊՀ-ից մինչև Եվրոպա, ԱՄՆ։ Միայն Բաքվում է, որ 19-րդ դարում կառուցված Լուսավորչի եկեղեցին 99 փակվեց, գմբեթից խաչերը հանել են ու գրապահոցի վերածել։ Տասնամյակներ անց այդտեղ հայերեն լեզվով աղոտ քնչեց 2010-ին։ ԱՊՀ հոգևոր առաջնորդների գագաթնաժողովին մասնակցող Գարեգին II կաթողիկոսի քայլերը ադրբեջանցիների պղծած սրբավայր էին տարել։ Հավատ, հույս, սեր, Մայր Աթոռի ճանապարհին բոլորին օրհնում էր Լուսավորչի աչը։ Գլխավոր մասունքն է, որը պարտադիր պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսի մոտ, որպես հոգևոր իշխանության վավերականության գնիկ։ Դուրս է բերվում միայն բացառիկ դեպքերում։ Մի քանի տարին մեկ անգամ է դուրս բերվում Սրբալույս Միրոնի օրհնության առումով։ Մայր Աթոռը կարևոր նախաձեռնություն է սկսում Լուսավորչի ճանապարհ։ Զբոսաշրջային ծրագիրը կտանի առաջին քահանայապետի հետքերով։ Թեման կարևոր տեղում է նաև նախագահի օրակարգում։ Իտալացի լրագրողի հարցին պատասխանելիս էր Սերժ Սարգսյանը մասամբ բացահայտել, թե ինչ է սպասվում այս ամիս Իտալիայում։ Շաքե Ղազարյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։